Մի քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին եւ Աբիջանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի քաղմաս։ Հիմա տեղեկություն ունենք, որ քաղմասից տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Ինչ պատճառով են տարել։ Իմ իմացած տեղեկություններով մի քանի օր առաջ ՊՆ-ի դիմաց ակցիա կատարեցինք, անհետ կորածների եւ զոհվածների ճակատագրերը, պատճառները հարցերով ակցիա են կազմակերպել, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետև ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք քաղմասում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Իսկ ճիշտ է, որ ոստիկանների կողմից ցուցմունք կա հենց այդ գործով։ Շատ բան չգիտեմ, շատ բան չգիտեմ։ Բայց հատկապես որ դեղագի վրա են ինչ էին արել, չեմ կարող դա ասել։ Նախ որ փորձ էր արվում նախարարության ընդունարան մտնել, հա, շենքի հետ ՊՆ-ի, հա, որ այն մենք Ասերյանի հետո շացումով հանդիպեցինք, բայց մեր պահանջներ 3 անուն էինք տվել, 3 հոգու հետ էինք ուզում հանդիպեինք, 3-ից մենակ Ասերյանը եկավ մեր հետ հանդիպման, այն երկուսը չեկան, հա, բայց մինչև այդ հանդիպումը ինչ որ ընդհարում ա եղել, ինչ որ օրինված շինչու եսի ինչերա, դրա համար մեզ հիմա մեզ ասելով Արսենին, մեր Արսենին եւ Աբիջանին կանչել են, տարել են Մասիվի քաղմաս։ Այսինքն ուզում են, որ անհետ կորածների ծնողները, հարազատները լռեն, որևէ ձայն չհանեն, չհետաքրքրվեն ուր են իրենց երեխաները։ Ձայն չհանի, իրանք իրանց ուզածին հասնեն, էտա, իրանք սրանք ապիկար, սրանք անբարոյական իշխանություն է, սրանք ինչին ասես ընդունակ իշխանություն է, սրանք ինչ կարամ ասել։ Դուք կառավարության դիմաց եկել եք այստեղ ճշտումներ անելու, թե հասկանանք ինչ ոնց, հետո հասկացանք, որ մեզ տեղեկություն ստացանք, որ տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Այսինքն ով ընդունեց ձեզ, այստեղ մեկը ընդունեց, ինչ ոնց իմացել։ Ես դուրսն եմ եղել, չեմ խոսել։ Մենք գրել էինք մեդիահաբը գրել է, որ մի քանի ծնողների հետ կապված է եղել խնդիրը, քրեական բավարար կառուցվել։ Փաստորեն մեկի դեպքում ճիշտ է, իսկ մնացած ծնողների դեպքում մեկի դեպքում չէ, երկուսը։ Արսենին են տարել եւ Աբիջան։ Մնացածը Եվ հիմա ինչ է պատրաստվում։ Հիմա պատրաստում են գնանք Աչափնյակի դատարան, մեզ ասացին, որ տեղափոխում են իրար դատարան, հասնենք ընդ, հասկանանք ինչ են ասում եւ ձեզ ավելորդ լրացուցիչ տեղեկություն։ Դեռևս այսքանը, հիմա ժողովուրդ ջան։ Ինչ պահանջներ է այստեղ։ Պահանջը որ բնականաբար պահանջը որ Արսենին ու Աբիջանին ազատ ասեն։ Պահանջը դա որովհետեւ անհիմն են, այս անբարոյականները անհիմն ձևի մեզ տղեկին, մեր ծնողներին ուզում են լրես չի կարող։ Իսկ այսպիսով կարողան Եթե մարդիկ կան պահանջեն եւ բնականաբար ինքը անհիմն է։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում այն փաստին ներողություն, որ ասում են ծնողները շշերով հարվածել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին։ Դե նշել են, որ ջրի շշերով հարվածել են։ Ինչ որ մեկին կպել է ջրի շշ։ Տեսանյութերը կա, դու ցույց տվեք, չկա տեսք։ Ստացվում է, որ խորհրդարանում կարան իրար վրա ջրի շշեր նետեն, խորհրդարանում падգամավորները ջրի շշեր նետեն։ Կամ էլ եթե տես ջրի նորմալ լինի, իսկ ջրի եւ ջրի շշի համար ինչ տեսել ենք, սովորել ենք, ժողովուրդ։ Ինչ տեսել ենք, եթե շփրտել ենք էլ, ափսոս ցավում եմ, որ ես չեմ շփրտել, հաջորդ անգամ ես եք շփրտել։ Ես խոսք եմ տալի, հաջորդ անգամ եթե նմանատիպ բան լինի, ես չհաստատ կշփրտեմ։ Որտեւ այդ եմ սովորել։ Երկրի խորհրդարանում դա եք տեսնում։ Այո, ես դա եմ տեսել, այդ եմ սովորել, այդքան բան։ Եվ նաև այդ ջրի շշի հետ կապված հատկանշական է, հա, ջուր լցնելու համար օրինակ Գարիկ Գալեյանի խափամամիջոցը կալանք է։ Լրիվ անհիմն, անկապ, ոչ մի այդ կրիմինալ չկա, Գարիկին խեք բռնել, այ վատ մարդիկ։
Հիմա դասիրակությունը չթողեց։ Հիմա այստեղ բոլորը անհետ կորածների եւ զոհվածների ծնողներ են։ Հիմա մենք գնում ենք Աչափնյակի դատարան, եթե դուք գաք, այնտեղ էլ արդեն մանրամասն ինֆորմացիա կունենանք, դες կտեղեկացնենք։ Մյուսների հետ էլ էլի խոսենք։ Ո՞վ։ Ներողություն։ Չէ, հիմա չէ, Աչափնյակ գնանք, եթե մեքենա չես անում, նոր ես քիչ մտան։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ զոհված զինծառայողների ծնողներին եք տեսնում ուղիղ եթերով եւ անհետ կորած զինծառայողների ծնողներին, նրանք այստեղ են եկել ի աջակցություն Արսեն Ղուկասյանի եւ Աբիջանի, ում նրանց բերման են ենթարկել, հիմա էլ կարծես թե դատանում պետք է լսվի խաբհամամիջոցի հարցը, այդպես էին ծնողները ասում, նրանք նշում էին, որ փորձում են իրենց ընկերներին կալանավորել, միայն նրա համար, որ օրերս ակտիվացել են եւ պաշտպանության նախարարության դիմաց ակցիա են իրականացնում, խնդրեմ اگه من برده باشم من نمیدونم من اصلا میخوام چیکار کنم ներողություն բայց մենք ուղիղ եթերում ենք, Բրեժ մի հատ կպա
Սալման ջան, սաղալ իրանք է։ Ջան, էսի եկալ կադրը դզեմ էլի։ Հա։ Բարթա։ Մեր ծելեին օդի շաուտարան, Բարթա։ Կարողա հետ դեր։ Խոսոյն էլ էլի ասա։ Պարոն Դանելյան։ Պարոն Դանելյան։ Կարող է այս թեմայով Ես ինչ ծառայությունում եք ես Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ ծնողները վրդովված են, նրանք նշում են, որ այս իշխանություններին ուղղված այլևս նույնիսկ ասելիք չկա եւ նաեւ շեշտում են, որ անհետ կորածների հարազատներին ձերբակալելով, կալանքի տակ հետագայում պահելով չեն կարող իրենց լռեցնել։ Դուք այստեղ տեսնում եք զոհվածների եւ անհետ կորածների ծնողներին։ Նշեմ, որ նրանց այս պահին
մոտեցել է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, նա փորձում է իրավիճակը հասկանալ, ծնողները շատ ինֆորմացիայի չեն տիրապետում, միայն գիտեն, որ խափանամիջոցի հարց պետք է դատարանը քննարկի եւ անետ կորածների հարազատները ձերբակալված են, այսքանը մեզ այստեղ ասացին։ Կադրում տեսնում եք այստեղ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների Հիմա հենց հիմա Աջափնյակի դատարան, չէ՞, Աջափնյակի դատարան։ Աշենքին տարին ալարացել, որ անհատության մեջ գտնվող ծնողները որևէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների, երեխաների, ծնողների եւ առհասարակ այն մարդկանց, որ ճիշտ է կան մարդիկ, որոնք անհատության մեջ են 2 տարի, կան մարդիկ 2 տարի անհատության մեջ են, բայց ամենայն դեպս 191 անց ճշտված այս տարիքության անհատության մեջ է տեսնում եմ հարազատները որևէ ինֆորմացիա չունեն, իրանց իրավունքն է պահանջելու կառավարությունից պատասխան տան, Հարգելի հետևորդներ, նշեմ, որ ծնողները շարժվեցին դեպի Աջափնյակի դատարան, այնտեղ պիտի իրենց ընկերների խափանման միջոցի հարցը քննարկվի, այս պահին ես ուղիղ հեռարձակումը դադարեցնում եմ դատարանի դիմացից, մենք կրկին ուղիղ հեռարձակում կապահովենք, ես առաջարկում եմ դուք այսօրվա իրադարձություններին հետևեք New Day AM լրատվականի YouTube-յան ալիքով։